Բարև այժմի նորություններն են ներկայացնում հորիզոն լրատվականը 21 հոկտեմբերի երեքշաբթի։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց։ Որոշումը կայացրել հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության իրականացրած մեծածավալ միջոցառումների եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, ըստ որոնց Գյումրի համայնքի ղեկավար եւ գլխավոր ճարտարապետը նախնական համաձայնությամբ պահանջել ու ստացել են կաշառք գումարներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քաղաքապետից բացի ձերբակալվել են եւս 7 անձ, նրանց թվում է քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է նաև, որ ձերբակալված 8 անձանցից 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան կաշառք տվողներից մեկի նկատմամբ սահմանվել է տնային կալանք, իսկ մյուսների մասով քննությունը շարունակվում է։ Պաշտոնատար անձանց մասով կայացվել է նաև պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանումներ ներկայացրել նաև Գյումրիի քաղաքապետի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությունները կեղծ լինելու մասին հրապարակումների վերաբերյալ։ Գյումրի համայնքի ղեկավարը իր ցուցմունքում ոչ հերքել, ոչ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը, ավելին տվյալներ չի հայտնել ձայնագրություններում իր ձայնը կեղծված կամ փոխված լինելու մասին, խոսակցության վերաբերյալ ներկայացնելով իր սեփական պարզաբանումներն ու մեկնաբանությունները։ Բացի դրանից, քրեական վարույթի շրջանակներում հարցաքննված մի շարք անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ, հաստատելով օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հավաստիությունը քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, նշված է հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում։ Հիշեցնենք, երեկ Գյումրիի քաղաքապետարանում ավելի քան 5 ժամ տևած օպերատիվ քննչական գործողություններից հետո քաղաքապետարանի հետնամուտքի դուռ եւ ապակիները կոտրելով ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դուրս են բերել Վարդան Ղուկասյանին եւ նրան տեղափոխել հակակոռուպցիոն կոմիտե։ Քաղաքապետից բացի հակակոռուպցիոն կոմիտեեր տեղափոխվել նաեւ քաղաքի գլխավոր ճարտարապետը։ Քննչական գործողությունների ընթացքում քաղաքապետանից համակարգիչներ եւ այլ փաստաթղթեր են արգրավել։ Գործողությունների ընթացքում բազմաթիվ գյումրեցիներ հավաքվել էին կենտրոնական հրապարակում, պաշարել քաղաքապետարանի մուտքի դուռը, թույլ չտալով շենքից դուրս բերել քաղաքապետին։ Օրվա ընթացքում տարբեր ստորաբաժանումներից մեծաքանակ ոստիկանական ուժեր էին կուտակվում հրապարակում։ Գերլարված խոճապային իրավիճակում բախումներ տեղ ունեցան ոստիկանական ուժերի եւ բողոքի մասնակից քաղաքացիների միջև եղան բերման ենթարկվածներ։ 3 պարալիզացված էր տրանսպորտի համայնքային ենթակայության կառույցների աշխատանքը։ Ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ քաղաքային տրանսպորտը չաշխատեց։ Այսօր առավոտյան քաղաքապետարանը ենթակայության կառույցներով վերադարձել էր աշխատանքային ռեժիմի, թեև երեկվա աննախադեպ գործողություններից քաոսային իրավիճակից հետո ներքին լարվածությունը, անհանգստությունը պահպանվում էր։ Բոլոր բաժինները նախորդ օրերի աշխատանքային ծանրաբեռնվածության էին, իսկ քաղաքապետի աշխատասենյակ մուտքն արգելված է, դրա մոտ ոստիկաններ են հերթապահում։ Ավելի քան 5 ժամ տևած գործողություններից եւ Գյումրիին գերլարված պահած իրավիճակի հետևանքները այսօր միայն քաղաքապետարանի շենքի ներսում կարելի էր տեսնել։ Քաղաքապետի աջակիցների ու ոստիկանական ուժերի բազմաքանակ խմբերը երեք առավոտվանից փակել էին քաղաքի հրապարակի մուտքն ու ելքը։ Այսօր ամեն ինչ հանդարտ էր, ոստիկանական հսկողություն դրսում չկար, իսկ ներսում քաղաքապետարանը վերադարձել էր բնականon աշխատանքային ռեժիմի։ Աշխատակազմը եւ քաղաքապետարանի բոլոր բաժիններում աշխատանքային էր։ Քաղաքապետի ձերբակալությունից եւ շենքից դուրս հանելուց հետո քաղաքապետի տեղակալը հայտարարեց, թե գործադուլ են սկսում։ Այս հայտարարությունից ժամեր չանցած քաղաքապետարանի պաշտոնական էջը այլ հայտարարություն տարածեց, շեշտելով, որ սադրիչ կոչերի պետք չէ տրվել, որ քաղաքապետարանը պարապուրտի չի գնալու, աշխատելու է սովորական ռեժիմով։ Բոլոր բաժինների դռները բաց էին, քաղաքացիները երեկվանից անավարտ մնացած իրենց գործերով, հուզող հարցերով նորից եկել էին քաղաքապետարան։ Քաղաքապետի աշխատասենյակի դիմաց հսկողություն է, 2 ոստիկան է հերթապահում։ Մուտքը աշխատասենյակ արգելված է, թույլ չեն տալիս մտնել, քանի դեռ նախատեսված գործողությունները չեն ավարտվել։ Հետնամուտքի այն դուռն ու պատուհանն են, որոնք կոտրվել են քաղաքապետին դուրս բերելու գործողությունների ժամանակ։ Հետևանքներն այսօր վերացնում են քաղաքապետարանի աշխատակիցները, դրանք ժամանակավոր փակելով սև պոլիէթիլենով։ Քննչական գործողությունների ընթացքում արգրավվել են կոմունալ ծառայության գույքն ու տեխնիկան, ինչի պատճառով կոմունալի աշխատանքն ամբողջ քաղաքում տուժել է։ Քաղաքապետարանի համար էլ պարզ չէ, թե ինչու են հենց կոմունալի գույքը տարել։ 3 ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ չաշխատեց քաղաքային տրանսպորտը, երթևեկությունը կաթվածահար էր փողոցների փակ լինելու պատճառով։ Ոստիկանական մեքենաների հսկողությունը կենտրոնական բոլոր փողոցներում էր, դեպի հրապարակ բոլոր մուտքերը փակվել էին երթևեկության համար։ Աշխատանքային օրվա ավարտին քաղաքացիների տեղաշարժն ավելի էր դժվարացել։ Մարդիկ մնացել էին տաքսիների հույսին, որոնք առիթը բաց չէին թողել ուղևորցը թանկացնելու, կրկնակին աշխատելու համար։
Քաղաքապետրանի ենթակայության մանկապարտեզները եւս 3 չաշխատեցին, երեխաներին տուն էին ճանապարհել։ Աշխատանքային ժամին աշխատանքը դադարեցնելը մի քանի մանկապարտեզներում ֆիքսել էր քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու անդամ Քնարիկ Հարությունյանը։ Թե ինչն էր եղել պատճառը մինչև օրվա կես աշխատելու, քաղաքապետի խորհրդականը այս պահին այս խնդրին անդրադառնալն անկարևոր համարեց, ասելով թե ինչպես մանկապարտեզների, այնպես էլ մյուս համայնքային ենթակայության կառույցների աշխատանքը խոչընդոտվել է։ Քաղաքապետական կառույցներն այսօր աշխատել են սովորական ռեժիմով, ընթացքի մեջ գտնվող աշխատանքները դադարեցված չեն։ Այս ընթացքում Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կկատարի տեղակալը Վարդան Ղուկասյանի փեսան, Ավետի Սարաքելյանը։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Քննչական կոմիտեից է տեղեկացնում, որ Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակցելու արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ է ձերբակալվել։ Մամվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք և դրամական միջոց 2022 թվականի հունիսի 28-ին գլխավոր դատախազության կողմից դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մամվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց։ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի է բավարարել գլխավոր դատախազության հայցը։ Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է։ Վարչապետ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է 2026 թվականի հունվարի 1-ից զինծառայության ժամկետների փոփոխությանը։ Սիրելի հայրենակիցներ, վստահաբար տեղյակ եք, որ Պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից, այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Վրաստանի պաշտպանության նախարար պաշտոնական այցով Հայաստանում է։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակություններին լայնված կազմով հանդիպումը։ Նախարարները ներկայացրել են երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ձեռք են բերել պայմանավորվածություններ։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը առնչվող հարցեր։ Խորհրդարանն այսօր չի ընդունել կառավարության անվստահություն հայտնելու ընդդիմության նախագիծը, իսկ այդ նախագծի շուրջ ելույթները հիմնականում վերաբերել են Գյումրիի քաղաքապետի ձերբակալությանն ու նրան առաջադրված մեղադրանքին։ Իմպիչմենտի հիմնական ուժը, իմպիչմենտը հաջողությամբ պսակելու կարևորագույն գրավականը հանրային լայն համախմբումն է, փողոցային պայքարով։ Այլ կերպ այս գործընթացը տեղի ունենալ չի կարող։ Հունիսի 7-ին, երբ այս գործընթացը նախաձեռնվեց, ձևաթղթի տակ ստորագրել էին 6 պատգամավոր։ Սեպտեմբերի 26-ի լսումների հայտարարությամբ եւ հոկտեմբերի 8-ին արդեն փաստացի, այդ ձևաթղթի տակ արդեն իսկ արկա է 34 ստորագրություն։ Անցյալ շաբաթ ես հանդիպել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, քննարկելու համար իմպիչմենտի գործընթացը եւ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի մասնակցությունը այդ գործընթացին։ Այս պայդրությամբ կարող եմ հայտարարել, որ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացին եւ քննարկումները շարունակվում են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Բրավո Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին։ Այո, շատ ուրախ եմ, որ միմյանց հետ հանդիպում խոսում եք։ Երեկվա դեպքերը Գյումրիում ակնհայտորեն ցույց տվեցին նաև մեկ կարևոր բան, որ մեծամասնությունը բացարձակապես
չի ընդունում նույն ժողովրդի քվեն, նույն ժողովրդի կողմից տրված վստահությունը եւ փորձ է անում նախ սկզբում տեղեկատվական արշավի միջոցով ստեղծել պատկեր, վարկաբեկել մարդկանց, իսկ այնուհետև հարձակվել բոլոր հնարավոր մեթոդներով եւ գործիքակազմով։ Դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառլափության համար։ Դուք երկու խմբակցություններ եք եւ ուժերը, որոնք ներկայ են ստեղ։ Ուրա Մարտուն Գրիգորյանը ուրա ինքը ամենամեծ պատասխանատվությունն է կրում, որովհետեւ ինքը անձամբ էր մասնակցում Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, համայնքային ընտրություններին եւ ձայնը տվել է Վարդան Ղուկասյանին, որը ըստ հակակոռուպցիոն կոմիտեի 6 ամիս 1 օր հետո կաշառք է կերել կամ ուզեցել է ուտի եւ բռնվել է։ Ձեր քաղաքական այդ խաչասերման, Սերժա-Քոչարյանական խաչասերման արդյունքում քանի ամիս տևեց, չէ, քարոզարշավը տևեց 20 օր, այդ 20 օրվա այդ խաչասերման արդյունքում ծնունդ տեղի ունեցավ, ծնվեց քաղաքապետ Վարդանիկը, ու բնական է, որ ձեր խաչասերման արդյունքում ծնվածը պետքա կոռուպցիոներ լինի, ժողովուրդ ջան։ Չի կարա կոռուպցիոներ չլինի, չի կարա լափակեր չլինի, չի կարա լափից կտրված չլինի։ Դուք հասկանում եք, ախր մարդը մտել աշխատասենյակ, ասում աստեղ սաղ ժուչոկներ են, զգուշ է պետք լնել, բան, պրիվետ տղերք, բան, մա։ Արա նույնիսկ այդ հասկանալով այդ մարդը չի կարում իրան զսպի։ Ժողովուրդ ջան, ձեր քաղաքական թիմերը կաշառակերության տեսանկյունից նարկոման են։ Կաշառքը լափը ձեր քաղաքական թիմերի նարկոտիկն է։ Այդ վստահ տոնով երբ որ ասում եք, որ ով էր ասում 6 ամիս 2 օր է պահանջ 6 ամիս դեպ 2 օր պահանջվեց ձեզ, որպեսզի կարողանաք մարդու վարկաբեկելու եւ կեղծ առնվազն այս պահին չհաստատված մեղադրանքներով մարդկանց փորձել դատապարտել եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքում ստեղծել այդպիսի իրավիճակ։ Այդ 6 ամիս 2 օրը ձեզն է, ձեր ժամկետն էր։ Բայց հենց դուք տեսեք, թե 7 տարի ինչեր եք արել։ Ինչքան եւ ինչքան պիտի բացահայտվի։ Եվ ինչքան, պարոն Ռուբինյան, ավարտելով խոսքս ձերից ձևակերպամ, ինչքան կոռուպցիոն սրիկաներ են բացահայտվելու ձեր կազմերից։ Պարոն Մինասյան, մենք ձեզնից տարբերում ենք նրանից, որ մեր դեպքում կոռուպցիոն սրիկան կապ չունի, որ կուսակցությունից է։ Ցանկացած ուժից, եթե կոռուպցիոն սրիկա բացահայտվում է, գնում նստում է, ու բոլոր կոռուպցիոներ սրիկաները հայտնվելու են այնտեղ, որտեղ իրենց պատկանում է։ Ճապոնիայի խորհրդարանը լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Սանաե Տակայչիի նշանակել է երկրի վարչապետի պաշտոնում Ճապոնիայի նորարարական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հետո։ Տակայչին, որը հայտնի էր ծայրահեղ պապանողական հայացքներով, դարձել է Ճապոնիայի առաջին կին վարչապետը։ Այս պաշտոնում նա փոխարինում է Շիգերու Իշիբային, ով վարչապետի պաշտոնը զբաղեցրել ընդամենը 1 տարի։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև այս շաբաթ նախատեսված հանդիպումը հետաձգվել է, հաղորդում է CNN-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրների։ Այս իրավիճակի պատճառները չեն բացահայտվում, այնուամենայնիվ աղբյուրների ենթադրել են, որ Ռուբիոն հավանաբար այս պահին չի առաջարկի հետաձգել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Ռուբիոն եւ Լավրովը կարող են կրկին հեռախոսազրույց ունենալ այս շաբաթ, հայտնում են CNN-ի աղբյուրները։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր ժամանել է Փարիզի մոտ գտնվող Սանտե Բանդ, որտեղ նա կկրի իր պատիժը։ Փարիզի դատարանը սեպտեմբերի 25-ին 70-ամյա Սարկոզիին դատապարտեց 5 տարվա ազատազրկման կապված 2007 թվականի նախընտրական քարոզարշավի լիբիական ֆինանսավորման հետ։ Սարկոզիի դեմ հետաքննությունը սկսվել էր 2012 թվին, այն բանից հետո, երբ բացահայտումներ արվեցին, որ Լիբիայի իշխանությունները 50 միլիոն եվրո են փոխանցել Սարկոզիի 2007 թվականի նախագահական քարոզարշավին աջակցելու համար։ Նա այնտեղ կմնա առնվազն 3 շաբաթ կամ 1 ամիս, քանի որ վերաքննիչ դատարան ունի 2 ամիս ազատ արձակման հարցման վերաբերյալ որոշում կայացնելու։ Փարիզի վերաքննիչ դատարանում գործի քննության միջին ժամկետը 1 ամիս է, ասել է Սարկոզիի փաստաբանը։ Այժմ լրահոսը այսպիսին էր, հետևեք նորությունների ժամը 20-ին։